Սաուդյան Արաբիայում մարտի 11-ին ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը դրական էր և կառուցողական, կողմերի գնահատականն է։ Բանակցությունները տևել են 9 ժամ, սեղանի շուրջ են եղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Հանդիպման արդյունքներով կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, շեշտելով Կիևը և Վաշինգտոնը կարևոր քայլեր են կատարել Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնում ընդունելու անհապաղ 30-օրյա ժամանակավոր զինադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկը։ Այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Զինադադարը պետք է ընդունի և իրականացնի նաև Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կտեղեկացնի, որ փոխադարձության սկզբունքը խաղաղության հասնելու բանալին է։ Նաև Վաշինգտոնը անհապաղ կչեղարկի Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքը և կվերսկսի անվտանգության ոլորտում աջակցությունը։ Պատվիրակությունները քննարկել են խաղաղության գործընթացի շրջանակում հումանիտար աջակցության կարևորությունը, մասնավորապես զինադադարի ժամանակ։ Դա ենթադրում է այդ թվում ռազմագերիների փոխանակում, քաղաքացիական անձանց ազատ արձակում, բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձ։ Համատեղ հայտարարության համաձայն պատվիրակություններն առաջիկայում կձևավորեն թիմեր, շարունակելու բանակցությունները։ Հրադադարի մանրամասները քննարկելու համար փորձագիտական մակարդակով հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ։ Ամերիկյան կողմը պարտավորվել է քննարկել սեղանին դրված առաջարկները Ռուսաստանի հետ։ Ուկրաինական պատվիրակությունը կրկնել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղության գործընթացին։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ կնքել հազվագյուտ մետաղների գործարքը, զարգացնելու Ուկրաինայի տնտեսությունը և երաշխավորելու Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունը։ Ջիդայում լրագրողների հետ զրույցում Մարկո Ռուբիոն և Մայք Վոլցը որոշ մանրամասներ են ներկայացրել բանակցություններից։ Պետքարտուղարի խոսքով ամերիկյան կողմը ցանկանում է, որ խաղաղությունը լինի կայուն, հաշվի առնի ուկրաինացիների շահերը և անվտանգությունը։ Հուսով ենք ռուսական կողմը հնարավորինս շուտ կասի այո խաղաղությանը։ Այժմ գնդակը նրանց դաշտում է, ավելի հեշտ է բանակցել, երբ կողմերն իրար վրա չեն կրակում։ Ուկրաինական պատվիրակությունը հստակ ասաց, որ ընդունում են նախագահ Թրամփի խաղաղության տեսլականը։ Նրանք կոնկրետ առաջարկներ արեցին, քննարկեցին ինչպես պետք է ավարտվի պատերազմը, ինչ է պահանջվելու դրա համար, ինչ երաշխիքներ պետք է ստանա Ուկրաինան։ Նաև ես առաջիկայում կզրուցեմ ռուս գործընկերոջս հետ։ Պետքարտուղարը կհանդիպի G7-ի արտգործնախարարների հետ։ Սպիտակ տանը կընդունենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Ինչ վերաբերում է առանց կոնգրեսի համաձայնության Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրմանը նոր փաթեթներ չեն լինի, կշարունակվեն արդեն առկա ծրագրերը։ Ջիդայի բանակցությունները մեկնաբանել են նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները։ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի առաջարկը բաղկացած էր հետևյալ կետերից՝ լռություն երկնքում և ծովում, քայլեր վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ընդունում մեր առաջարկները։ Համաձայն ենք հրադադարին, որը վերաբերում է ոչ միայն հրթիռներին, դրոններին և ռումբերին, ոչ միայն Սև ծովին, այլև ամբողջ շփման գծին։ Միացյալ Նահանգները պետք է ստիպի Ռուսաստանին ևս գնալ այդ քայլին։ Այնինչ տեղի է ունենում հիմա, տարբերվում է Օվալաձև կաբինետում Զելենսկու հետ վերջին հանդիպումից։ Մենք նրան կրկին սպասում ենք։ Հիմա պետք է հուսանք, որ նախագահ Պուտինը կհամաձայնի հրադադարի առաջարկին։ Այսօր-վաղը կհանդիպենք նրանց հետ։ Թրամփը նաև ցանկություն է հայտնել այս շաբաթ զրուցել Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին չի բացառել, որ առաջիկայում Կրեմլի և Սպիտակ տան ներկայացուցիչները կարող են հանդիպել։ Վաշինգտոն-Կիև բանակցությունները, հրադադար հաստատելու առաջարկը և Ուկրաինային ռազմական աջակցությունը վերսկսելու ԱՄՆ որոշումը ողջունել է եվրոպական կողմը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է։ ԵՄ-ն իր գործընկերների հետ պատրաստ է դերակատարում ունենալ առաջիկա բանակցություններում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ևս բարձր է գնահատել Կիևի և Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը, շեշտել՝ հերթը Մոսկվայինն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հույս է հայտնել, որ ցանկացած գործարք կենթադրի անվտանգային ամուր երաշխիքներ Ուկրաինայի համար։ Չնայած դիվանագիտական ջանքերին և հրադադարի մասին խոսակցություններին, ուկրաինական և ռուսական կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Մասնավորապես վերջին ժամերին թիրախում է եղել ուկրաինական Կրիվոյ Ռոգը, կանավերածություններ, վիրավորներ և 1 զոհ։ Ռուսական կողմն էլ հայտարարում է Կուրսկի մարզում լուրջ առաջխաղացման մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։